Սիրելի ժողովուրդ, 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա։ Եվ սա աներկելի է։ Եվ ես հպարտեմ, որ մի քաղաքական թիմի անդամ եմ, ով ունի այդ քաղաքական հավատամքը եւ ում հաջողվել է ինստիտուցիոնալ եղանակով այլևս արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից կոռուպցիան առհասարակ։ Եվ վերջին 8 տարիներին մեզ հաջողվել է ստեղծել ինստիտուտներ, որոնք արդեն իրենք են, ուրեմն, ռելսերի վրա են դրվել, ժողովրդական լեզվով ասած, եւ արդեն, ուրեմն, բավականին արդյունավետ աշխատում են եւ մենք ունենք շատ մեծ թվով քրեական գործեր, վերադարձված գույքեր, ապօրինի գույքով եւ այլ քրեական գործերի շրջանակներում։ Եվ գիտեք, այստեղ շատ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել, մենք քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի զեկույցը եւ այդ զեկույցը եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը կամ մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականությունը գալիս են քննադատելու մարդիկ, որոնք պոտենցիալ հակակոռուպցիոն կոմիտեի եւ ապօրինի գույքի բռնագազման ինստիտուտի շահառուներն են, հաճախորդները, այսպես ասած, եւ ըստ էության հայտնվել են այստեղ քաղաքական վահանով պաշտպանվելու համար, ըստ էության իրենց գողոնը պահելու համար եւ գալիս են ու դեռ մի բան էլ էս վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն են փորձում քննադատել եւ նսեմացնել, բայց ինչպես այդ փոփոխությունները ունեն դեմք, ինչպես խաղաղության օրակարգը ունի դեմք, ինչպես առողջապահության համընդհանուր ապահովագրությունն ունի դեմք, ինչպես թոշակների բարձրացման փոփոխությունն ունի դեմք, ինչպես սպառազինության ձեռքբերումն ունի դեմք եւ մի շարք այլ բարեփոխող ծրագրեր ունեն դեմք, այդպես էլ կոռուպցիան ունի դեմք։ Եվ այդ կոռուպցիայի դեմք, երբ որ մենք ասում ենք, շատ արագ մեր մոտ գալիս են մեզ հայտնի դեմքերը, որոնք Հայաստանում տասնամյակներով շարունակ կերել են ամեն հնարավորը։ Մենք երեք այստեղ քննարկում ենք ուրեմն ջրային ռեսուրսների խնդիրը Հայաստանի Հանրապետության, որը շատ լուրջ խնդիր է եւ ըստ էության ենթակառուցվածքների իմաստով շատ վատ վիճակում է դեռևս գտնվում մեր երկիրը, ցավոք, բայց ինչի պատճառով է այսօր ջրի խնդիրը առաջացել մեր երկրում, որ մենք երեք ամբողջ օրը քննարկում ենք եւ հիմա էլ ստիպված ենք տարբեր միջոցներ գեներացնել, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծել։ Էլի նույն կոռուպցիայի պատճառով է, որ այսօր մի շարք համայնքներ մեր երկրում խմելու ջուր չունեն, ոռոգման ջուր չունեն, անորակ ջուր են ստանում, 24-ժամյա ջրամատակարարում չեն ստանում, ինչու, որովհետև հանել են ուրեմն խողովակները հողի տակից եւ կերել են։ Եվ հենց սրա պատճառով էլ այսօր այս վիճակն է, կոռուպցիան քաղցկեղի պես ուրեմն կերել է մեր երկիրը եւ այս մարտիկ այդ քաղցկեղի մետաստազների պես ցավոք սրտի դեռևս շարունակում են ուրեմն տարբեր դրվագներում ելույթներ ունենալ, հələ մի բան էլ մեղադրանքներ հնչեցնել, հələ մի բան էլ փորձել իրենց գողոնը պաշտպանել կամ արդարացնել։ Եվ Արծվիկ Մինասյանը նոր ասում է. դուք փորձում եք մեզ վրա բարթել 100 տարվա հանցագործությունները, նախ 100 չէ 130 ըստ էության, եթե շատ խորանանք, բայց դե որևէ մեկի վրա որևէ մարդ ոչինչ չի բարթում։ Դուք եք եղել հիմնական դերակատարները եւ դրա համար էլ ուրեմն ձեր խմբակցության մի մասը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման ուրեմն ինստիտուտի ֆիլտրով, մի մասի գույքերն են ուրեմն բռնագանձված կալանքի տակ գտնվում եւ ամենավառ կերպարը թերևս ձեր ղեկավարն է։ Հետո էլ նեղանում եք, որ ասում ենք Քոչարյանի խմբակցություն, բա որ Քոչարյանի խմբակցությունը չեք, ում խմբակցությունն եք։ Ինչու եք խուսափում ձեր ուրեմն քաղաքական ղեկավարի անունից։ Եվ իրոք, եթե ամաչում եք, եկեք այստեղ ասեք, որ դուք ամաչում եք եւ ուրեմն հայտարարեք առնվազն դրա մասին։ Հայտարարեցին Փաստորեն, փաստորեն ենթատեքստով հայտարարեցին, հուսով եմ այսօր նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, հուսով եմ նրանք այսօր չեն լինի առագաստ սրճարանում, այո, հուսով եմ ամեն բան լավ կավարտվի Հայաստան խմբակցության այն պատգամավորների համար, որոնք նեղվում են Ռոբերտ Քոչարյանի անունից։ Այս մասով։ Եվ հետո ինչ որ մեկն էլ պատիվ ունեմ խմբակցությունից ասում է, բա այդ ինչի ԿՊԱ-ականների վրա քրեական գործեր չկան հարուցված, այդ ո՞նց է լինում, որ ԿՊԱ-ականների վրա չկա հարուցված։
Այդ ոնց է լինում, շատ սովորական է լինում, որովհետև ԿՊԱ-ականները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները ձեր կամ ձեր ուրեմն քաղաքական ղեկավարների նման չեն գրփել, լափել ամեն ինչ իրենց կառավարման տարիներին։ Որովհետև մեր կուսակցության, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները կարողանում են հիմնավորել, որտեղից նրանց իրենց ավտոմեքենան, որտեղից նրանց իրենց բնակարանները, որտեղից նրանց իրենց եկամուտները։ Ով չի կարողանում հիմնավորել, հայտնվում է ուրեմն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Ամեն ինչ շատ պարզ է, եւ այդ փորձերը հավասարության նշան դնել ձեր եւ մեր միջև չի ստացվելու, որովհետեւ եւ մեր վերջին 8 տարիների գործունեությանն է մեր ժողովուրդը շատ լավ ծանոթ, եւ ձեր վերջին թերևս 30 տարիների գործունեությանն է մեր ժողովուրդը շատ լավ ծանոթ։ Ու միատել են արտահայտությունն անում։ Ընտրությունները ասում է գալիս են, դուք ձեր ողջ գործիքակազմը գործի եք դրել, որ չգիտեմ, մենք մեր ողջ գործիքակազմը գործի ենք դրել հեղափոխության հաջորդ իսկ օրվանից, որպեսզի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան, որպեսզի ապահովենք հայ ժողովրդի բարեկեցությունը, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ խաղաղությունը, ինչը եւ մենք արել ենք։ Եվ հենց սա է ձեզ ամենաշատը վրդովվեցնում, զայրացնում, որովհետեւ ըստ էության այս իրականության մեջ դուք այլևս անելիք չունեք։ Եվ մի դրվագի էլ անդրադառնամ, էլի եկան ու սկսեցին խոսել քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքներից։ Եվ պարոն Եղոյանը իդեպ շատ ճիշտ բան է ասում, զարմանալին այն չի, որ 11 կազմակերպություն մեզ նվիրատվություն է արել, զարմանալին այն պետքա լիներ այդ լրագրողների եւ ընդդիմության համար, թե ոնց է որ այդ 191-ը չեն արել։ Բայց ես ուրիշ բան ասեմ, պարոն Եղոյան, հարգելի գործընկեր։ Այս իրականության մեջ շատ նորմալ է, որ ուրեմն բիզնես կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում, մի քաղաքական ուժի կառավարման օրոք, որոնք իրանց տերորի չեն ենթարկում հարկային, չեն գողանում, ձեր ասացի պես թեկուզ անգամ մեկ բաժակ սուրճ չեն ուզում որպես կաշառք այդ ապրանքներն անցկացնելու համար, այլ փաստաթղթավորում են այնպես, ոնց որ կա։ Եվ շատ նորմալ է, որ այդ կազմակերպությունները պետքա իրենց աջակցությունը հայտնեն այս դեպքում նվիրատվության տեսքով այն քաղաքական թիմին, որն ապահովում այն միջավայրը, որտեղ նրանք աշխատում են ազատ, անկաշկանդ, կարողանում են ներկրումներ անեն, արտահանումներ անեն, բա ում պետքա գային կներեք նվիրատվություն տային։ Քոչարյանին պետք է տային ժամանակին, Սերժին պետք է տային, հա, որ իրանց ամեն օր թալանում էր, ասես թափ էր տալի մարդկանց, թարս ոտերից բռնում էր բիզնեսմեններին, թափ էր տալի մինչև վերջին կոպեկը։ Ու այն ժամանակ այդ ձեր դրամահավաքները ընդհանրապես ինչ դրամահավաք, ձեր դրամահավաքները ոնց էր լինում։ Մտնում եք մարդկանց գրպանը, թաքուն հավաքում եք եւ ահա դարձավ դրամահավաք։ Ես մի անգամ այդ էի ասում էլի, իրանց դրամահավաքները միշտ էլ եղել են, ուղղակի մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրանցից դրամահավաք են անում այդ պահին։ Էս է եղել ձեր քաղաքականությունը։ Եվ ընդհանրապես զարմանալու բան չկա, որ Հայաստանի Հանրապետության բիզնես միջավայրը աջակցում է այն քաղաքական թիմին, որը որ ստեղծում է միջավայր այդ բիզնեսի ազատ գործունեության համար օրենքի դաշտում։ Եվ ես կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր չկա համակարգային կոռուպցիա։ Իսկ մեր իշխանության օրոք այն մարդիկ կլինեն մեր թիմից, կլինեին մեր թիմից, կամ այլ պաշտոններ զբաղեցնողներ են եղել, որոնք փորձել են մկան պես գողանալ այս իրավիճակում, օրենքը նրանց հետ հնարավորինս խիստավարվել եւ հնարավորինս խիստավարվելու, էլ չեմ խոսում քաղաքական, ուրեմն տեսանկյունից։ Պարոն Նահապետյան, ձեզ շնորհակալ եմ ձեր զեկույցի համար եւ կատարված աշխատանքի համար եւ ձեզ հաջողություններ եմ աղթում կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր քաղաքական թիմի հավատամքն է, մենք երբեք հետ չենք կանգնելու այս օրակարգից։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մեծարգո փոխխոսնակ, սիրելի Տիկին Գյուրեխյան։ Ես առաջարկում եմ դուք հորդորեք մեր քաղաքացիներին, որ մեզ ընտրեն, մենք վերընտրվենք եւ այդ դեպքում տեսնեք, որ մինչեւ հունիսի 7-ի համար չէր նախատեսված եւ հուսով եմ, որ հատկապես ձեր խոսքից հետո նույնիսկ նրանք, ովքեր տարակուսում էին, ընտրեն քաղաքացիական պայմանագրին, թե ոչ կընտրեն, որպեսզի այս համակարգը շարունակի
ուղղակի գործել ճիշտ այնպես, ինչպես որ մենք ենք այն այսպես պատկերացնում եւ ինչպես ինչ նպատակների որ մենք ենք հասնելու։ Լավ, մի շարք հարցերի փորձեմ անդրադառնալ Տիկին Գյուրեխյան, խոսեցիք բժիշկների աշխատավարձերի մասին։ Ես նախ ուզում եմ ասել, որ մեր բժիշկների աշխատանքը անգնահատելի է, իրոք անգնահատելի է, որովհետեւ այս ծավալների մեծացման պայմաններում նրանք միևնույն է շարունակում են պատշաճ սպասարկել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ որևէ մեկին չեն թողնում առանց ծառայության, բժշկական ծառայության, այս իմաստով խոնարհումս մեր բոլոր բժիշկներին, շնորհակալություն, ինչպես նաև պետք է գնահատել ասոցիացիաների աշխատանքը, որոնք որ օգնում են լիազոր մարմնին նաև վերանայելու ծառայությունների գները, խնդիր է սա, որը որ դուք բարձրացրեցիք, բայց ես ձեզ ասեմ, որ հստակ պիտի ասեմ, որ ասոցիացիաների եւ բժիշկների մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում մի շարք ծառայությունների գներ, փոխհատուցումներ արդեն վերանայվել են եւ դա պարբերական բնույթ է կրում, այսինքն պարբերաբար դրանք նաեւ վերանայվելու են։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, տեսեք, դուք պահանջում եք ֆիքսված աշխատավարձ, բայց մենք գործ ունենք ազատ շուկայական, ազատ տնտեսական հարաբերությունների հետ, այսինքն ֆիքսված աշխատավարձ լինել չի կարող։ Հիմա բացատրեմ ինչ է տեղի ունեցել։ Առողջապահության նախարարությունը սահմանել է նվազագույն շեմ, աշխատավարձի նվազագույն շեմ։ Բուժ հաստատությունը իր հայեցողությամբ այդ աշխատավարձը կարող է բարձրացնել, ելնելով իր մուտքերից ֆինանսական, իր ընդհանուր առմամբ ֆինանսական վիճակից եւ իր ցանկությունից, եւ սա արդեն մրցակցության տիրույթում է, բուժ հաստատությունների տիրույթում է, մրցակցության դաշտում է եւ հենց այս հնարավորությունն է տրված, որպեսզի բուժ հաստատությունները կարողանան իրար հետ մրցակցել եւ ուզում եմ երաշխավորել, որ պետական բուժ հաստատությունները բավականին այդ սահմանված նվազագույն շեմից բավականին բարձր աշխատավարձ են տալիս բժիշկներին։ Եվ նաև իհարկե ասոցիացիաների ներգրավման հարցում էլի ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը էլի շատ մեծ է, որովհետև եթե հիշում եք ասոցիացիաների մասին օրենքը եւս հեղինակել ենք մենք եւ այն հրաշալի գործում է։ Ինչ վերաբերում է մարզերում մասնագետներ չլինելուն, այս մասին մենք շատ ենք խոսել, բայց եւս մեկ անգամ ասեմ, մոտավորապես 3 տասնամյակ հետևողականորեն մարզային հիվանդանոցները փլուզվել են, որևէ գործողություն չի կատարվել, որևէ օրենսդրական փոփոխություն չի կատարվել, որևէ նախաձեռնություն չի եղել, որպեսզի մարզային հիվանդանոցները կարողանան իրենց գոյությունը պահպանել եւ դրանք տարիների ընթացքում բնականաբար մաշվել են, մասնագետները այնտեղից հեռացել են եւ դուք ուզում եք, որ մենք շատ կարճ ժամանակում այդ 3 տասնամյակի փլուզվածը վերականգնենք, բայց մենք անում ենք, մենք իրոք անում ենք, բայց դա տևական ժամանակ է պահանջելու։ Էլի վերհիշելով մեր հեղինակած օրենքը, որով որ մենք նպատակային կրթության մասին այդ օրենքը, որ եթե ինչպես պարոն Գրիգորյանը նաև եւս մեկ անգամ հիշեցրեց, եթե պետությունը վճարում է կրթության համար, ապա հետո պահանջում է մարզերում կամ առաջարկում է ըստ նպատակի, ըստ կարիքի մարզերում շարունակել աշխատանքային գործունեությունը եւ այստեղ մենք պետք է նաեւ ներգրավենք մեր տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի հավելյալ սոցիալական աջակցության խրախուսումով կարողանանք շատ լավ մասնագետներ տեղափոխել մարզեր։ Հավատացեք, մենք դա էլ ենք անում, դա էլ ենք մտածել եւ այս իմաստով էլ կարողանում ենք իհարկե մեծ հաջողություններ գրանցել։ Ինչ վերաբերում է առողջապահության համակարգին ընդհանուր առմամբ եւ առողջության ապահովագրությանը։ Նախ պարոն Աղազարյանի հարցին այս հարցը շատ է քննարկվել, բայց եւս մեկ անգամ անդրադառնանք դրան։ Այո, քննարկվել է նաեւ այն մոդելը, որ կարող են մասնավոր ապահովագրական ընկերությունները ներգրավված լինել, բայց այս պահին մենք սկսել արել ենք գրեթե անհնարինը, որովհետեւ եթե դա հնարավոր լիներ, առողջության ապահովագրությունը արդեն արված կլիներ տասնյակ տարիներ առաջ, որովհետեւ այդ ցանկությունը բոլոր իշխանությունները ունեցել են։ Մենք արել ենք անհնարինը, բայց սա շատ պատասխանատու բարեփոխում է եւ այս փուլում պետությունը որոշել է, որ ինքը ամբողջությամբ իր վրա պիտի վերցնի պատասխանատվությունը, կրի այդ պատասխանատվությունը եւ պատշաճ ծառայություններ մատուցի Հայաստանի Հանրապետության բոլոր ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին։ Ժամանակի ընթացքում, եթե մենք տեսնենք, որ արդեն համակարգը գործում է շատ լավ, չնայած դուք գուժում եք, որ այն շուտով փլուզվելու է, բայց ես երաշխավորում եմ, որ նման բան տեղի չի կարող ունենալ, դրա մասին վկայում էին նաեւ մեր քաղաքացիների են գոհունակությունները, որոնք որ մենք լսում էինք այս ընթացքում մեր ներկուսակցական քարոզարշավի կամ մարզերում պտտվելու ժամանակ։
եւ բոլորը առաջին հերթին շնորհակալ էին այն հնարավորության համար, որ պետությունը տվել է իրենց եւ նրանք իրենց տարիներով չլուծված առողջական խնդիրները կարողանում էին շատ արագ, հեշտ եւ պետության հաշվին լուծել։ Շատ ասելիք կա, բայց թերևս այսքանը։ Պարոն Օհանյան, ձեզ մաղթում եմ հաջողություններ եւ ես վստահ եմ, որ մի շարք չլուծված հարցեր մենք բոլորս միասին, ինչպես նաեւ ընդդիմության օգնությամբ, մեր քաղաքացիների ահազանգերի օգնությամբ միասին լուծելու ենք։ Ձեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում, ցավոք այդ ճանապարհը կարճ է, բայց վստահ եմ, որ ձեր գիտելիքներով դուք կարող եք այս կարճ ժամանակահատվածում էլ այդ բոլոր խնդիրները լուծել։ Ինչ վերաբերում է խնդիրներ բարձրացնող բժիշկներին եւ նրանց նկատմամբ ոչ ցանկալի վերաբերմունքին, այդպիսի բան լինել չի կարող։ Ազգային ժողովը, չեմ ասում միայն առողջապահության հանձնաժողովը, ամբողջ ազգային ժողովը հատկապես կանգնած է բոլոր բժիշկների թիկունքին եւ մենք բոլորս պատրաստ ենք լուծվող, ոչ թե վիրավորանքի տեսքով հարցերը, ինչպես նաեւ նորմալ քննադատություններին ընթացք տալ եւ վերանայել եւ շնորհակալություն բոլորին, ովքեր որ ներգրաված են այս ամենակարևոր բարեփոխումը մեր կյանքում իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, շնորհակալ եմ ձեր զեկույցի եւ ձեր տեսակետներ ներկայացնելու համար։ Այստեղ մի քանի հարց քննարկվեց, որոնք կարծում եմ թերևս դուք պարզաբանել եք, բայց կարող ենք լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել մեր քաղաքացիներին։ Նախ փոխհատուցման եւ աշխատավարձերի մասով մենք գիտենք, որ երկու ուղղությամբ է ուրեմն խոհովակը աշխատում, մեկը պետպատվերն է եւ մյուսը կատարողականը ապահովագրության շրջանակներում եւ տիկին նախարարը մի քանի անգամ հայտարարեց այս մասին, որ թույլ է տալու, որպեսզի այն բժիշկները, ովքեր սպասարկել են, բայց չեն ամփոփել կատարողականները, ներկայացնեն եւ փետրվար ամսին ես վստահ եմ, որ մեր բժիշկները գոհունակություն կհայտնեն ստացված աշխատավարձի չափի մասով։ Այստեղ կարեւոր է նշել, որ խոսում ենք այն մասին, որ բավարար քննարկումներ բժշկական կենտրոնների եւ առաջնային օղակի տեղի չեն ունենում, բայց ուզում եմ վստահեցնել, որ տիկին Ավանեսյանը ամեն շաբաթ հանդիպում է եւ եթե չէ հասցնում Zoom ուղիղ հեռարձակմամբ են լինում այդ նիստերը, քննարկում է պոլիկլինիկայի բժիշկների հետ եւ ԲԿ-ների ներկայացուցիչների հետ։ Վերջերս էլ մենք գիտենք, որ ուղիղ եթերով նախարարինքից հասարակական խորհրդի շրջանակներում քննարկում եղավ ՀԿ-ների հետ եւ ուշադրություն հասարակական կազմակերպությունից եւ ոչ մեկը աշխատավարձի հարց չի բարձրաձայնել, սա նշանակում է, որ նախարարության պարզաբանումը տեղ է հասել։ Մենք հիշում ենք ինչպես էին գուժում մեր ընդդիմադիրները, որ այս ապահովագրության ներդրման արդյունքում մարզային կենտրոնները կսննկանան, որովհետև քաղաքացիները չեն գնա եւ սպասարկվեն։ Բայց դա տեղի չունեցավ իհարկե, որովհետև մենք մարզային կառույցները վերազինում ենք եւ մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե Հայաստանի տարբեր մարզերում ինչպիսի ներդրումներ են արվում այն բժշկական կենտրոններում, որոնք ոչ միայն չեն վերազինվում, այլ փլուզվում էին։ Շատ կարևոր է այստեղ խոսել ոչ միայն 1 միլիոն այցի մասին, որը տեղի է ունեցել ներդրմամբ, առողջապահության ներդրմամբ, այլ ուշադրություն 2.5 միլիարդ դրամ արժողությամբ դեղերի փոխհատուցում է տեղ ունեցել մեկ ամսվա ընթացքում։ Սա հսկայական բեռի թոթափում է մեր տատիկների եւ պապիկների համար, որովհետեւ մենք ինքներս, երբ որ Իջևանում հանդիպեցինք մեր տարեցներին, իրենք ասում էին, որ թոշակը ոչ թե 10,000-ով է ավելացել, այն 30, 40, 50 հազարը, որ իրենք ամսական ծախսում էին իրենց թոշակից դեղորայքի ձեռքբերման մասով այլևս տեղի չունենում եւ ըստ էության մարդիկ ազատ են այս գումարը ծախսել ըստ հայեցողության իրենց ցանկությամբ։ Ուրեմն 2.5 միլիարդ մեկ ամսում պետությունը փոխհատուցել է դեղորայքի մասով։ Ես ուզում եմ խոսել նաեւ աշխատավարձերի մասին, հատկապես այն ֆոնին, եւ որ Քոչարյանի ֆրակցիան խոսում է ոչ պատշաճ աշխատավարձերի մասով։ Տեսանյութերը բազում են սիրելի քաղաքացիներ 2000-ականների ցույցերի մասով։ Եվ որ քաղաքացիները ցույց էին անում քաղաքով, ասելով, որ 5-6 ամիս ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել։ Լավ, ի վերջո ես ինքս բժիշկների ընտանիքից եմ։ Պապս, հայրս, տատիկս, հորեղբայրս բժիշկներ են։ Այն վախտել են աշխատել, հիմա էլ են աշխատում։ Ժորժ ջան, աշխատավարձ ստանալը գերագույն հաճույք էր բժիշկների համար։ 5-6 ամիս 5-6 ամիս, այո, ռեանիմացիայի վաստակավոր բժիշկ 35 տարի աշխատած պապս, ես շատ լավ եմ հիշում, որ աշխատավարձ ստանալիս ուրախանում էր։ Ժորժ ջան, մի հիշացրեք, մենք ես բոլորս ապրել ենք, լավ, եթե ես երիտասարդ եմ եղել, պապիկ ունեմ բժիշկ, հայր ունեմ բժիշկ, շատ լավ գիտենք ոնց էին աշխատավարձ ստանում, ուրիշ բան է գիտենք։
Առողջապահության ապահովագրման մասին խոսել են 90-ականներից, խոսել են ձեր օրոք, իրենց օրոք, ներդրել ենք մենք, որովհետև չենք թալանում, մեր քաղաքացիների մասին հոգ ենք տանում, այո, ռեֆորմը հանդիպեց իր խնդրին, բայց այդ խնդիրը լուծում ենք մենք, մեր քաղաքացիների հետ, հիմարի տեղ մի դրեք մեզ, մեր քաղաքացիներին, մեր բժիշկներին, միասին ինչպես նախկինում համագործակցել խնդիրները լուծելու ենք նաև հիմա, շնորհակալություն։ Գործընկերներ, իմ ձայնը էլի քաշված է ինչպես երեկ էր, պես որ ներող կլինեք կրկին անգամ, ես ցանկանում եմ խոսել այս քննարկման ժամանակ հնչեցված մի այսպես կոչված կոռուպցիոն բացահայտման մասին, խոսքը Ինֆոկոմի այսպես կոչված բացահայտման մասին էր, որի մասին խոսեց տիկին Գրիգորյանը, բացեցի տեսնեմ, այդ ինչ բացահայտում է արել Ինֆոկոմը, ինչի մասին է խոսքը, ով ինչ է զիջել, ով ինչ է նվիրել եւ այլն, ինչ է պարզել Ինֆոկոմը, իդեպ այս հաջորդիվ ելույթի ընթացքում նաև խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս թապես էլ մամուլի ազատության հետ եկած նաև այդ մամուլի բովանդակության որակին էլի ընդհանրապես ինչից ենք մենք խոսում եւ ինչեր ենք բացահայտում ինչ է պարզել Ինֆոկոմը պարզել է որ 2023-25 թվականներին Հայաստանի կառավարությունը 202 ընկերությունների տվել է 149 միլիարդ դրամի մաքսատուրքերից ազատման արտոնություն, որի հետևանքով այս ընկերությունները Հայաստանի Հանրապետություն են ներկրել 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի կամ 4.3 միլիարդ դոլարի սարքավորում, այսինքն դա մտել է մեր տնտեսության մեջ, մենք ունեցել ենք տնտեսական աճ, մեր բյուջեն աճել է, իսկ մաքսատուրքը, որը նրանց զիջվել է, պետք է գնալ ՀԱՏՄ բյուջե եւ այնտեղից համապատասխան ինդեքսներով վերաբաշխվել ու դա միայն շատ մի փոքր տոկոսը գար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բայց սա մասին չի խոսքը, լավ, տվել է, արել է, շատ լավ։ Շարունակում է, ասում է, ահա այս 202 ընկերություններից Չէ, ես ձեզ համար չեմ խոսում, տիկին Գրիգորյան, հա, հղում արեցի, բայց ես ժողովրդի համար եմ խոսում։ Ահա այս 202 ընկերություններից 11-ը նվիրատվություն է կատարել կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կամ իմ քայլը հիմնադրամին։ Նախ մի հատ եկեք ուշադրություն դարձնենք այս թվերի վրա 202-ից 11-ը։ Կներեք, իսկ մյուս 191-ը որ չեն կատարել, այսինքն այդ ոնց է կառավարությունը ճնշել այդ ընկերություններին, թե բոլորին ճնշելը 11-ն են կոտրվել։ Հա, այսինքն այդ 191-ը ինչու չեն կատարել, որտեղ չեն ուզեցել կատարել։ Չեն ուզեցել փոխանակ բացահայտում ան Ինֆոկոմը, գրի որ կառավարությունը 202 ընկերության տվել է մաքսային արտոնություն եւ հրաշք ընդամենը 202-ից 11-ն է իշխանական կուսակցությանը նվիրատվություն կատարելիս մնացած 191-ը չի կատարել։ Ահա այս 149 միլիարդ դրամի արտոնություն ստանալուց հետո չի կատարել նվիրատվություն, ասում են այդ ո՞նց է եղել 202-ից 11-ը կատարել է, ցանկացած 202 ընկերություն վերցնեք, ցանկացած 202 մարդ վերցնեք, ցանկացած 202, չգիտեմ, սուբյեկտ վերցնեք, այդ 202-ից կարող է 11-ը նվիրատվություն կատարած լինի այս կուսակցությանը կամ այն կուսակցությանը, այդ ինչ մի բացահայտում է, ուր է ստեղ կորելացիան, ուր է ստեղ պատճառը հետևանքային կապը։ Սա ինչ աբսուրդ է ընդհանրապես։ Հենց լուրջ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին հարցնում է, ասում է դա քննելու եք, դա ծաղր է, սա ինչը քննեն։ Ասեք ծաղր է։ Առավել եւս ակնհայտ է դառնում, որ սա ծաղր է, թվին նայելուց։ Լավ, 11-ը կատարել են, շատ լավ, 11-ը կատարել են։ Ինչքանի նվիրատվություն են կատարել։ Ուշադրություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 12 միլիոն 150 հազար դրամի, հիշեցնեմ, կառավարությունը նրան զիջել էր 149 միլիարդ դրամ, 149 միլիարդ դրամ և ահա այդ արտոնությունը ստացած 202 ընկերությունից 11-ը
կատարել է 12 միլիոն դրամի նվիրատվություն կուսակցությանը։ Այս ինչ կոռուպցիա, այս ինչ թվեր են ընդհանրապես։ Սա նույնն է ոնց որ ասենք, չգիտեմ, Մաքսավորը ասի այս բանը, այս 3 վագոն սուրճը անցկացնու, ինձ կվճարես մի բաժակ սուրճով։ Ասեք մի բաժակ սուրճ կդնես կխմեմ։ Հետո գնան ասեն այս մի բաժակ սուրճը։ Չէ, նույնիսկ եթե մտնենք մենք այս տրամաբանության մեջ, նույնիսկ եթե մենք փորձենք սա դիտարկել լրջով, մեր միտքը աշխատացնենք, դες որ ասենք իսկ կարող է իսկապես կառավարությունը ասելա կբերես ինձ կտաս 12 միլիոն դրամ։ Գժանոց ոչինչ լավ սա ասենք։ Խենթան բանի Պետրոսյանի ասած ոնց էր ասում։ Մանկապարտեզել չէ խենթանոց է։ Լրիվ մանկապարտեզել չէ խենթանոց է։ Այսինքն 12 Բան Դանիելյան, ոչ մեկի չեմ թիրախավորում։ Այսինքն կառավարությունը, այսինքն 12 միլիոն դրամը, որ ձեր կուսակցության անդամների, առավել ևս առաջնորդների գրպանից կարող է անգնի չնկատել 12 միլիոն դրամը, աջ գրպանից ընկավ, ցախ գրպանից ընկավ ինչ։ Այդ է կոռուպցիան։ 95 միլիոն դրամն էլ նվիրաբերել են ըստ 11 ընկերությունները իմ քայլի հիմնադրամին, որը բարեգործական ինչ-որ, գիտեք, քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցում, տարբեր ինչ-որ ծրագրեր կան ասում, բայց սա չի ական, այս թիվը ինքնին, երկուսը միասին 110 միլիոն դրամ։ 110 միլիոն դրամ։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ինչ է, օրինակ մի հատ նայենք, էլի մամուլը ինչով է զբաղացնում այս ժամանակը։ Ինֆոկոմի կոչված այս բանը։ Լրագրողական բացահայտում, ասեք, ես իսկապես ասեք լուրջ դրեցի կարդացի, ես ժամանակ եմ ծախսել, ես բանը գործ չունեմ դրանց այդ բանը ցնորքները կարդամ ասենք։ Ես գնացել եմ ժամանակ եմ ծախսել, այստեղ падգամավորը հարց է հնչեցնում, ես ասում եմ տեսնեմ այդ ինչ է կատարվել, բացում թվեր եմ նայում, ստուգում եմ 5 անգամ, ասում ես ճիշտ է, այս ճիշտ է գրած, այս զրոները ճիշտ են գրած։ Ասում եմ ծիչել 149 միլիարդ դրամի բան, ինքը ստացել է 110 միլիոն դրամի բան։ Նվիրատվություն։ Հա, այդ է եղել, հա։ Ես ասում եմ զարմանալին ինչի որ 11-ը նվիրատվություն կատարել, զարմանալին են, որ 191-ը չի կատարել։ Եվ ասեմ ավելին, բոլոր են լրագրողները, որոնք մեզ քննադատելու շնորհիվ հիմա աշխատում են առավել քան երբևէ փող, որոնք վճարվում են մեզ քննադատելու համար, առավել քան երբևէ վճարվել են իրենց կյանքում եւ առավել քան երբևէ կվճարվեն, նրանք իրականում պետք է գան նվիրատվություն կատարեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մեր շնորհիվ հազիվ մի գործ են գտել, մեր շնորհիվ հազիվ խոսալու նախ հնարավորություն, ազատություն են ստացել եւ երկրորդն էլ հերիք չի, մի բան չհաշվում են այդ ազատությունը։ Ի վնաս հանրային շահի եւ ի օգուտ իրենց անձնական գրպանի։ Ազգային ժողովի հարգելի փոխոստակ, հարգելի պարոն Նահապետյան, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ճիշտն ասած, ելույթս ի սկզբանե ուրիշ ձև էի պլանավորել, բայց մի քանի կամ մի ժամ առաջ հայտնվեց մամուլում մի տեղեկություն, որ ազգային ժողովի падգամավոր Նարեկ Գրիգորյանը հարստացել է։ Եվ դրանից բխեց ըստ էության ներկայացվել էր իմ հայտարարագիրը մի քիչ ավելի ճոխ բառերով, ճոխ նախադասություններով, բայց բովանդակությունը չէին կարողացել փոխել, որտեղի պատիվ մեր իշխանությունների ներդրել ենք այդ համակարգը, որը ստույգ թվեր է հրապարակում։ Ինչ էր ասում մի թերթ, որին փոխկապակցված ազգային ժողովի падգամավորուհի կա այստեղ, ասում էր, որ Նարեկ Գրիգորյանը ունի 12 միլիոն դրամ կանխիկ գումար եւ 6 միլիոն դրամ հարկ։ Պատկերացնում եք, սիրելի քաղաքացիներ, Նարեկ Գրիգորյանն արդեն 8 տարի պետական պաշտոնյա է եւ բարձր աշխատավարձ հաստանում։ Ու այս ինչ բացահայտում 12 միլիոն կանխիկ դրամ, որից 6 միլիոնը վարկ է։ Բայց ուզում եմ նաև իրենց ասել, երևի դրանից կուրախանան, որ այս տարի եւս նորից վարկ եմ վերցրել, հաջորդ հայտարարագիրը որ ներկայացնեմ, դրա մասին էլ կգրեք, որ շատ է հարստացել, նաև մի 7 միլիոն էլ է վարկ վերցրել։ Նաև այնտեղ գրում էր, որ
Ես նաև կուզեմ, որ այս իրենց գրածը կխնդրեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն կլինի, գրել էր Նարեկ Գրիգորյանի կինը ձեռքա բերել այսինչ գումարով մեքենա, տակը գրել էր այսքան վարկի դիմաց, օրինակ 4.5 միլիոն վարկի դիմաց 4 միլիոնանոց մեքենա, հələ գնամ տուն ասեմ, բայ 500,000 նուրա, ինչ ա եղել, հա, ինչ վերաբերվում է այս թերթի տիրոջը, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասել, որ հայտարարման համակարգը բաց է եւ բոլորդ կարող եք մտնել, տեսնել, օրինակ, չգիտեմ, օրինակ մտովի պատկերացնենք, մարդը կարա լինի նախկին, ներկա, բոլորի հետ աշխատած եւ այլն, մեկ էլ հոպ միանգամից 3 հատ բնակարան Երևանում, Օրինակ ես Գրիգորյան Նարեկը Երևանում բնակարան չունի։ Մի հատ հետաքրքիր է, էլի արգելի քաղաքացիներ։ Հիմա 3 բնակարանը մի քանի 100 միլիոն կազմող բնակարաններն են հարստացման, թե օրինակ 12 միլիոն դրամ կանխիկ միջոցները, որի 6 միլիոնը վարկա։ Ես մասով շատ չեմ ուզում ծավալել, բայց ուզում եմ նաև հակակոռուպցիոն կոմիտեն ուշադրություն դարձնի։ Կլինի իմ հարազատը, ծնողը, հորեղբայրը, հորքուրը, մորքուրը, քեռին, թող մի հատ բացեն, իրենց մի հատ ուսումնասիրեն, հասկանան իմ պաշտոնավարման ընթացքում իրենք հարստացել են, թե չէ։ Կամ օրինակ ուրիշ պաշտոնյայի եղբայրը, չգիտեմ, օրինակ գործարան ունի արդյոք, թե չունի։ Բայց էդի գիտեք որ ժամանակ, օրինակ, որ մարդը փոխում է տեղը, մի անգամից փոխվում է այս թիմից այն թիմ ու մի անգամից հայտնվում է, չգիտեմ, բնակարան կամ գործարան, կարող է ես սխալվում եմ, ամենայն դեպս թող ստուգեն։ Այս մասով։ Սիրելի հայրենակիցներ, ես նաև ուզում եմ ձեզ մի այսպեսի բան ասել եւ կխնդրեմ հակակոռուպցիոն կոմիտեն ընդունի որպես այս իմ ասածը հայտարարություն. Օրինակ, հակակոռուպցիոն կոմիտեն հետաքրքրվել է, որ օրինակ Կալուգայի Սամոն ոնց է եղել, որ Հուսային պողոտայի այդ ամբողջ տակի հատվածը իրենցն է եղել եւ քանի դրամով է գնել։ Օրինակ այն կահույքի գործարանը, որ հիմա Ռիո Մոլ է, ինչքանով է գնել։ Երևանի այն օրինակ կենտրոնի տարածքները, որ ասում են, այս Իրաննային, իր կազմակերպությանն, իր փոխկապակցված անձին է, կուզենամ այս մասին էլ հետաքրքրվենք։ Հասկանանք, բայց նաև պարոն Նահապետյան, մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, Տաշիր Սամոյի կամ Կալուգայի Սամոյի նույն ինքը Սամվել Կարապետյանի փոխկապակցված ընկերությունները Գեղարքունիքի մարզում շահել էին 5 դպրոցի վերանորոգում։ Օրինակ, այդ 5 դպրոցն էլ ըստ էության թերություններով է եղել ըստ մամուլի տեղեկությունների եւ ընդ որում ջիլ միջնակարգ դպրոցի, որ արդեն պետք է հանձնվեր շահագործման ի պատիվ Գեղարքունիքի մարզպետարանի եւ կառավարության չթողեցին, պատը ճաքած էր եղել։ Հիմա այսինքն մի հատ հետաքրքրվենք, հասկանանք նախ այդտեղ ինչ փողեր են փորձել մխսել եւ ըստ էության իրանք հասկանանք բարերարեն, թե օրինակ այդ պատը ճաքած են սարքել, որ փլվի մեկ երեխա Աստված հեռուպայի մեկ երեխայի մի վնաս լինի, որ իրանք այդ սարքեն մատի փաթան ու լրատվականներով խոսան այդ մասին։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ դուք վերհիշեք, էլի մեր անցած ճանապարհներն, օրինակ Քոչյան Ռոբերտի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչ էր կատարվում, օրինակ հիշում եք, չէ, ես դա ծաղոտ հիշում եմ, կարող է լավ չեմ հիշում եք, չէ, որ ճանապարհային ոստիկանությանը դրամ էին գցում ավտոմեքենայի պատուհանից։ Հիշում եք, չէ՞, 2 ամսվա նպաստների գումարը, որ նպաստ ստանալու դիմաց պետքա վճարվեր։ Հիշում եք, չէ՞, որ բժշկական հիվանդությունների կարգ ստանալու համար պետքա վճարվեր։ Ես չեմ կարծում, որ դու այդ ամեն ինչը մոռացել եք։ Հավաքարար նշանակելու ստավկեն գիտեք գինը չափը, գիտեք բուժքույր նշանակելու գինը չափը, դպրոցի տնօրեն եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը վստահաբար լավ եք հիշում, չէ՞։ Նաեւ հիշում եք, չէ՞, ժամանակ ընտրությունները ոնց էին անում ընտրությունները։ Օրինակ ես մամուլում այդ բանում YouTube-ում տեսել եմ դրվագներ, որտեղ օրինակ մեկի ծնոտն էին ջարդում տեղամասերում։ Մարդիկ պատմում են, որ արկղերա փոխվել։ Հիշում եք, չէ՞, Դեմիրճան Քոչարյան ընտրությունները, վստահ եմ բոլոր մեր ավագ սերունդը շատ լավ է հիշում։ Կարեն Դեմիրճան, Ռոբերտ Քոչարյան ընտրությունները հիշում եք, չէ՞։ Հիշում եք, չէ՞, Սերժի ժամանակվա ընտրությունները, որ օրինակ մի տվյալ հիմնարկի ղեկավարը եթե չէր կատարում իրենց
հրահանգները դժվար չէ աշխատել։ Օրինակ ես չեմ հիշում երբևիցե ելք դաշինքից օրինակ մեկ մարդ, որ պետական պաշտոն զբաղեցներ կամ պետական ինչ-որ տեղ աշխատեր։ Ես էի քննություն տվել, ընդունվել ազգային պարկ, հետո պարզվեց, որ ապրիլի ընտրություններին ընդառաջ իրանց հարմար չէի։ Իսկ հիմա տեսեք, Ժողովուրդ ջան, բերեք անկեղծ խոսենք։ Մեր թիմակիցները շատերը բողոքում են եւ նեղվում են նրանից, որ շատ ու շատ նախկին, թե կուսակցական, հանրապետական, դաշնակցական, թե այլն տարբեր տեղ պաշտոններ են զբաղեցնում եւ որևիցե մեկը իրենց վրա ճնշում չի գործադրում։ Դա մեր ներկուսակցության մեջ մեզ վնաս է, բայց քանի որ մենք ընտրել ենք ժողովրդավարության ճանապարհը, մենք չենք կարող շեղվել այդ ճանապարհից։ Երեք էլ տեսա մամուլում Սերժն ասում էր բանը, ընտրությունն արդեն կեղծվել է, ընտրությունը արդեն գիտեք այդ խի էր ասում, տեսեք, իրանց քաղաքական խոսքն էլ է վերջացել, իրանք ընդհանրապես քաղաքական դաշտում, ես այն անգամ իզուր չի ասում, պետք է քաղաքական կարմիր գիրք սարքենք եւ քաղաքական վերածվող կուսակցություններին եւ քաղաքական վերածվող գաղափարներ տեղավորենք այդ կարմիր գրքում, որ վաղը մյուս օր մեր սերունդները մեծանան, ցույց տանք իրանց եւ ասենք ինչպիսի ընդդիմություն պետք չի լինել, ոչ թե ասենք ինչպիսի ընդդիմություն պետք է լինել, այլ ինչպիսի ընդդիմություն պետք չի լինել։ Ես նաև ուզում եմ հասկանամ, էլի այդ Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն, որ պահանջում ենք այդ վերադարձնա պետությանը, արդյոք այդ ամբողջն է, թե էլի ունենք այցեր, էլի ունենք քերական վարույթներ, որովհետև ըստ էության Ռոբերտ Քոչարյանի 8 տարվա աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան իր պաշտոնավարման ընթացքում, որ ինքը նախագահ էր։ Ես տենց եմ կարծում, հիմա իմ 12 միլիոն դրամի վրա իրան սպասարկող լրատվականները զարմանում են, բայց իրաց մի քանի միլիարդ դոլարի վրա չեն զարմանում։ Ես կխնդրեմ այս մասով ասել, էլի, այս վերջնական թիվը 200 միլիոնը թե չէ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի փոխոստակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ճիշտն ասած, այստեղ հարցադրումները մի քանիսը վերաբերվում էր կոնկրետ Գեղարքունիքի մարզում, դրա համար եմ ուզում ելույթ ունենալ։ Հերթականությամբ այդ հարցերի մասով գամ եւ հետո պարոն Օհանյան էլի ձեզ մի երկու հարց։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, անցած կամ նախանցած տարիում ընդդիմությունը շահարկում էր Սևանի դիաերձարանը, այսօր այդ մասին չեն շահարկում, ինչի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ հարցը լուծեց, կառուցեց, վերակառուցեց, բայց այստեղ ինչ խնդիր կա, տեսեք, խնդիրը կայանում է բժշկի, տվյալ մասնագիտության բժշկի մասով, որ այդ մասնագիտության բժիշկներ չունենք ցավոք սրտի, բայց նաև ուզում եմ մեր հայրենակիցներին հորդորել եւ կոչ անել, քանի որ կա նպատակային ուսուցում, այսինքն մարզերի ուսանողները գալիս են բժշկական համալսարանում սովորում են անվճար, պարտավորվում են հետ գնալ եւ մարզերում աշխատել, հուսով եմ նպատակային այս ծրագրով, նպատակային ուսուցման ծրագրով կունենանք նաեւ դատաբժիշկներ եւ այլն, որովհետեւ բացի Ճամբարակ Սևան, բացի Վարդենիս Մարտունի կա նաեւ Գավառում այդ նույն խնդիրը, որ եթե կա դատական գործ, այդ դրա մասով գնում է Մարտունի, որտեւ այնտեղ է դատական բժիշկը։ Բայց ինչ վերաբերվում է Վարդենիսի բժշկական կենտրոնին, սիրելի հայրենակիցներ, ես նախ ուրախ եմ, որ այս մասին մշտապես բարձրաձայնում է, թե ինչի էսի չեք կառուցել, էս հիվանդանոցը, էս պոլիկլինիկան, որտեղ մենք այնքան ենք կառուցելով գալիս ենք, եւ արդեն մնացել է այդ մեկը Գեղարքունիքի մարզում որպես այդպիսին մեկ բժշկական կենտրոն Վարդենիսը, որը էլի կառուցելու ենք, ինչ-որ տեխնիկական խնդիրներ, չեմ ուզում այս տիրույթ մտնել, բայց ուզում եմ ասել, որ այս մեր առաջ գնացած վիճակն է, որ արդեն ընդդիմությունը ունի մեկ խոսույթ, որովհետև անցած տարի օրինակ ասում էր Մարտունու բժշկական կենտրոնն էս խնդիրն ունի, այն խնդիրն ունի, այսօր Մարտունու բժշկական կենտրոնը ի պատիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվեց, վերազինվեց եւ դարձավ գերհզոր հիվանդանոց, գերհզոր բժշկական կենտրոն մեծ չափսերով եւ որակով տեխնիկաներով եւ որակյալ բժիշկներով, հիմա այս մասին մոռացան։ Գավառի բժշկական կենտրոնն օրինակ տարիներ շարունակ խնդիր ուներ թե ներքին հարդարման, թե բժիշկների,
թե սարքավորումների, այսօրի պատիվ օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի, երբ վարչապետը գավառում էր, վարչապետից խնդրին կատե համակարգ եւ վարչապետը առողջապահության նախարարի հետ միասին կատե համակարգ ուղարկեցին գավառ, որտեղ այն ժամանակ նույն գավառցին գալիս էր Երևան, որպեսզի կատե համակարգից օգտվեր։ Վերազինվեցին հիվանդանոցները, բազմաթիվ հիվանդանոցներ Գեղարքունիքի մարզում դիալեզ ապարատներով, չգիտեմ այդ անունը ճիշտ եմ ասում թե չէ, ցիֆրավոր ռենտգեններով, այդ գունավոր ռենտգեններով, օրինակ Գավառի բժշկական կենտրոնի ռենտգեն այդ ապարատը, եթե չեմ սխալվում, մի 25 տարվա էր, վերափոխվեց եւ այդ գունավոր ռենտգենը բերեցին եւ մարդիկ դրանից գոհ են։ Ես ուզում եմ նաև խոսել, սիրելի հայրենակիցներ, մի փոքր էլ առողջապահության ապահովագրության մասին եւ ուզում եմ այս ֆոնի վրա մի հաշվարկ անել, որպեսզի մեր հայրենակիցներն էլ վստահ եմ ելույթս կտեսնեն եւ այն խոսույթը, որ տարածում են ժողովրդի մեջ, կհասկանան, որ կեղծ է։ Օրինակ լրագրողները մոտենում են ժողովրդին, ասում են ոնց եք կարծում, որ վարչապետն ասում էր այն մի քանի ժամանակ առաջ, դեռ որ թոշակները չէր բարձրացվել, ասում էին վարչապետն ասում էր տատիկ պապիկները ինչ են անելու 10,000, այնտեղ տատիկ պապիկներ չգիտեին ինչ կոնտեքստից են կտրել, ասում էին դե թող տան մենք որոշենք, բայց մի հաշվարկ եմ ուզում անել, սիրելի հայրենակիցներ, տեսեք, մենք ունեինք գումար պետական բյուջեից եւ փորձում էինք հասկանալ ինչ անել այդ գումարը, այսինքն թոշակ բարձրացնել, թե այլ ինչ անել, որպեսզի մեր հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները ավելի շատ օգտվեն եւ որոշեցինք դնել առողջապահության ապահովագրությունը, համընդհանուր ապահովագրությունը եւ այնտեղ այդ 10,000 կամ 10,400 թվեր լավ չեմ հիշում, այդ գումարի դիմաց այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մեր տատիկները, պապիկներն, հայրերն ու մայրերը մի քանի տասնյակ հազար դրամների դեղեր են ստանում, մի քանի 100,000 դրամանոց վիրահատություններ են անում։ Մի քանի օր առաջ Գավառի ԲԿ-ում խոսում էի, գնացել էի, ասացին, որ ազատ սենյակ էլ չկա, այսինքն արդեն մտածում են որտեղ կարելի է հիվանդներին տեղավորել, որովհետև առողջապահության ապահովագրության ֆոնին մարդիկ գնում են եւ այդ բուժումներն ստանում են, բայց երբ հիմա ապրիլի 1-ից վարչապետն հայտարարեց, որ բարձրանալու է թոշակները, մարդիկ ասում են մի քանի ամիս հիմա հարցը փոխել են, մի քանի ամիս առաջ վարչապետին հարցնում էին, վարչապետն ասում էր, որ 10,000 դրամ ինչ է անելու թոշակառուն, այսօր ինչի է բարձրացրել։ Սիրելի հայրենակիցներ, պարզ տրամաբանությամբ, էլի պետական բյուջեն եկավ, տնտեսական աճը տեսանք բյուջեի ինչքան փող կա, էլի այդ փողը հանեցինք, որ բերենք, որ ծախսենք ձեր վրա եւ որոշեցինք ինչ անել, բարձրացնել թոշակները։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե չեմ սխալվում, Իջևանում մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քաղաքացու հետ զրույցում ասեց, որ սրանից հետո այլևս ինչքան կլինի գնաճ, այնքան կլինի թոշակների բարձրացում։ Ըստ էության, եթե լավ եմ, ճիշտ եմ հասկացել, ու ես ուզում եմ նաև ասել, որ այդ ֆոնին, որ ներքին սպառման զամբյուղը, ոնց է կոչվում, լավ չեմ նշում, սպառողական զամբյուղի մասին է խոսքը, եթե սպառողական զամբյուղը ենթադրենք առաջ թոշակը սպառողական զամբյուղից քիչ էր, այսօր արդեն ապրիլի 1-ով սպառողական զամբյուղից շատ է այդ թոշակը եւ պարբերաբար շատանալու է։ Ես ուզում եմ նաև ասել, որ բացի այն, որ մեր տատիկներ, պապիկները 10,000 դրամով մինիմալ թոշակառուն 10,000 դրամով ավել է ստանում, նաև զինվորական թոշակառուները ստանում են 10,000-ից ավել։ Այսինքն այնպես չի, որ դա ստանդարտ է։ Եվ նաև մի պարոն Օհանյան, ես ճիշտ ասած մի երկու դիտարկում կամ հարց ոնց կգնահատեք, տեսեք, նպատակային ուսուցման շրջանակներում պետք է ակտիվորեն հանդիպում կազմակերպել մեր երիտասարդների հետ, ովքեր կցանկանան հետ գնալ եւ մարզում աշխատել, դա մի հոյակապ ծրագիր է, որ հնարավորություն է տալիս սոցիալապես նաեւ անապահով երեխային, ով վարձ վճարելու հնարավորություն չունի, բայց լավ է սովորում, գա եւ անվճար սովորի եւ հետ դառնա մարզ եւ այդ մարզում իր գործունեությունը ծավալի։ Եվ երկրորդը ուզում եմ ասել, որ պետք է
Բուժ աշխատողների էլի այս հարցով խոսել եմ եւ հիմա էլ եմ ասում, տեսեք, այնտեղ օրենքի բաց կա բարձր լեռնային եւ բարձր լեռնայինի մասով եւ այնտեղ կա որ գործատուի հայեցողությամբ, եթե լավ եմ հիշում օրենքը, այս օրենքի մեջ փոփոխություն անենք, որտեվ օրինակ մարզերում բարձր լեռնային բնակավայրերում աշխատող բուժքույրերն ու բժիշկները կներեք, բայց Երևանում պայմաններից լավը չեն այնտեղ եւ Երևանում ավելի հանգիստ է սպասարկումը եւ այնտեղ կուզենամ ավելացնել, մենք նաեւ ավելացնենք իրենց բարձր լեռնային վճարը, ինչի մասին նաեւ եւ խոսել եմ եւ նաեւ բուժհաստատությունների տնօրեններին եմ հանդիպել, այնտեղ ճիշտ է այդ գումարի չափը լրավճարի կարգով երևի վճարում են, բայց չգիտեմ հաստատ, բայց ամեն դեպքում կուզենամ այս մասով ուշադիր լինենք, շնորհակալություն։